Ողջույն սիրելի հետևորդներ, դուք դիտում եք Ինտերֆուտբոլ YouTube-յան ալիքի ֆուտգոլ հաղորդաշարը։ Ինչպես գիտեք, մենք այս հաղորդաշարի շրջանակներում անդրադառնում ենք բոլոր այն ֆուտբոլային նորություններին, որոնք տեղ են գտնում տեսանյութերի մեջ ընկած ժամանակահատվածում։ Եվ ժամանակ չկորցնենք ու անդրադառնանք Interfootball.am կայքում տեղ գտած նորություններին, որոնք առանձնացրել եմ այսօրվա համար։ Առաջին նորությունը բնականաբար կապված է հայկական ֆուտբոլի հետ որոշակի առումով, որովհետև խոսելու եմ Խոակին Կապարոսի վերադարձի մասին։ Նա պաշտոնապես վերադարձավ մարզչական աշխատանքին, Սևիլիային պետք է փորձի փրկել, որոշակի հույս պարգևել ավելի ստաբիլ եւ կայուն ապագայի համար։ Չնայած որ դեռևս արդյունքները հուսադրող չեն, կարելի ասել, բայց ամեն դեպքում հաջողություն ենք մաղթում իսպանացի մասնագետին եւ անցնում ենք հաջորդ նորությանը եւ այն է, որ մի քանի ֆուտբոլիստներ, մասնավորապես Դի Մարիան, Նիկոլո Ֆաջոլին եւ Սանդրո Տոնալին հետաքննության ժամանակ նորից զբաղվել են խաղադրույքներով։ Ու սա քաղցկեղային խնդիրներից մեկն է ֆուտբոլային ասպարեզում, որովհետև այո, ֆուտբոլիստները որպես գործող դետալներ այդ ողջ կառույցում երբեմն աջակցությունը եւ մասնակցությունն են ունենում գործարքների ու խաղադրույքների կյանքի կոչման առումով։ Տեսնենք, թե այս ֆուտբոլիստները ինչ ճակատագրի կարժանանան, բայց ցավալի է, որ այս մակարդակի ֆուտբոլիստները նորից կեղտոտ ոչ ֆուտբոլային վատ նորությունների մեջ են արծարծվում։ Պաշտոնապես Լուկա Մոդրիչը ֆուտբոլային ակումբի համասեփականատեր է։ Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դարձել է անգլիական չեմպիոնշիփում հանդես եկող Սուոնսիի համասեփականատեր, պաշտոնապես հայտարարվել է։ Սա այն դեպքերից է, որ չես մտածում, որ ֆուտբոլիստը որպես ինքան փող ունեմ, որ արդեն կարամ ինձ ճոխություններ թույլ տամ, այդ կարգավիճակին է հասել։ Համոզված եմ Լուկա Մոդրիչը տեսլական ունի թիմի զարգացման առումով, տեսլական ունի թե ինչ է պետք թիմի համար, խոստումնալից ձեռք բերում է թե թիմի համար եւ թե Մոդրիչի համար, որովհետեւ անգլիական պրեմիեր լիգան ու չեմպիոնշիփը այնպիսի գումարներ են վաստակում, որ բնականաբար, երբ որ ցանկանում ես արդեն կարիերան ավարտելուց հետո որոշակի առումով բիզնեսով զբաղվելու, էլի շարունակել մեծ գումարներ աշխատել, սա հոյակապ հող է դրա համար, որ կարողանաս հաջողության հասնել։ Հաջորդ նորությունը, որին կանդրադառնամ բնականաբար, Մխիթարյանին է վերաբերվում եւ նա հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ մրցաշրջանի վերջում կարող է ավարտեմ կարիերաս։ Ներկայումս կան բոլոր նախադրյալները, որ այդպես կլինի, որովհետեւ Ինտերը առաջին հերթին շատ ռեալ շանս ունի հաղթել Չեմպիոնների լիգայում ու դրանից ավելի գեղեցիկ ավարտ կարիերայի կարծում եմ դժվար թե կարելի է մտածել, եթե ոչ օրինակ աշխարհի առաջնությունը հաղթելը։ Ամեն դեպքում ես հուսով եմ, որ նա չի հեռանա ֆուտբոլից եւ չի ավարտի իր կարիերան ֆուտբոլիստի, որովհետեւ դեռ զգացվում է, որ նա ունի ֆուտբոլին տալու էներգիա, որը շատ կարևոր է, կարգապահություն ու աշխատասիրություն տալ ֆուտբոլին ու բնականաբար ստանալ դրա դիմաց տիտղոսներ, պարգևներ ու իհարկե աշխատավարձ։ Չնայած երբևիցե Հենրիխ Մխիթարյանը ինչպես նրա թեկուզ հենց կարիերան ապացուցել է, երբեք չի արել ինչ-որ մի բան, չի տեղափոխվել մի ակումբ, որը որ պարզապես գումար վաստակելու տարբերակ է եղել։ Մյուս նորությանը կանդրադառնանք եւ սա վերաբերվում է Լիվերպուլին, որովհետեւ Լիվերպուլը ու Վան Դեյքը նոր պայմանագիր կնքեցին, այն ուժի մեջ է մինչեւ 2027 թվականի հունիսի 30-ը ներառյալ։ Սրա հետ մեկտեղ պետք է նշել, որ Սալահն է մնում նաև Լիվերպուլում ու հոյակապ քայլ թե ֆուտբոլիստների կողմից եւ թե Լիվերպուլի կողմից, որովհետեւ այն կառույցը, որը արդեն իսկ կա ու դեռ ժամանակ ունի ապրելու, ինչպես ասում են, ապրելու իրավունք ունի, պետք չէ քանդել, եթե չեն երկարաձգում պայմանագրերը, ուր պետք է տեղափոխվեին Վան Դեյքն ու Սալահը։ Բիչախչյանը ասիստի հեղինակ է դարձել, հաղթական ասիստի, ու սրա հետ մեկտեղ պետք է նաև նշենք, որ Բիչախչյանը վերջերս թրիլերային հաղթանակից հետո դարձավ Լեհաստանի գավաթակիր, տիտղոսը բարձրացրեց իր գլխավերևում։ Իհարկե շնորհավորում ենք Վահանին
Սևանին, հուսով ենք, որ բազում տիտղոսներ դեռ նրա առջևում կլինեն եւ մեզ ուրախանալու առիթներ կպարգևի։ Հուսով եմ եւ հավատով, որ Բիչախչյանի խաղաժամանակը Լեգիայի կազմում ավելի կմեծանա եւ վստահությունը նրա խաղի հանդեպ թե մարշի կողմից եւ թե առհասարակ թիմում ավելի ամուր կդառնա ու կստանա արժանի խաղաժամանակ։ Էդուարդ Սպերցյանն է տպավորիչ ռեկորդի հեղինակ դարձել։ 24-ամյա Սպերցյանը 21-րդ դարում դարձել է առաջին կիսապաշտպանը, որը Պրեմիեր լիգայում 3 մրցաշրջան անընդմեջ 10 գոլի հեղինակ է դարձել։ Սա բնականաբար շատ լավ արդյունք է, ինձ ավելի շատ տպավորում է ոչ թե ռեկորդը, այլ ստաբիլությունը։ Այդ ստաբիլությունը, երբ որ կարողանա նաև բերել հավաքական իր խաղի առումով, շատ ավելի մեծ ուրախության առիթներ մենք կունենանք, համոզված եմ։ Պետք է անպայման շնորհավորել նաև Տիգրան Բարսեղյանին, որովհետև նա դարձավ Սլովակիայի քառակի չեմպիոն։ Բոլորս էլ տեսնում ենք եւ ուրախանում ենք այն փաստով, թե ինչքան մեծ դեր ունի Տիգրանը հենց այդ ամեն ինչում, ինչքան մեծ է նրա ավանդը չեմպիոնական ուղու ժամանակ, նրա գոլերը, նրա փոխանցումները շատ կարևոր են ու անփոխարինելի ֆուտբոլիստ է նա Սլովանի համար դարձել։ Հուսով ենք նաև, որ իր խաղի լավագույն երանգները հավաքականում նա կկարողանա դրսևորել։ Եվս մեկ ուշագրավ նորություն եմ առանձնացրել։ Բոլոր ֆուտբոլասերները ծաղրում էին այս ֆուտբոլիստին ու վերջապես նա հասավ իր երազանքին ու վերջ։ Էլ ոչ մեկ իրավունք չունի նրան ծաղրելու։ Խոսքը Հարի Քեյնի մասին է։ Նա նվաճեց առաջին տիտղոսը։ Բավարիան Գերմանիայի 34-ակի չեմպիոն դարձավ։ Այս մի չեմպիոնությունը կարելի է անվանել վերջապես Քեյնի անունով, որովհետև գիտենք, որ այս երկար կարիերայի ընթացքում Քեյնը մոտ է եղել չեմպիոնությունների, մոտ է եղել տիտղոսների, բայց միշտ գլխիկոր է անցել այդ տիտղոսների կողքով։ Մոտ է իմիջայլոց, նաև մոտ էր, որ այս անգամ նույնպես կարող է հնարավորինս հետաձգվել այդ տիտղոս ստանալու գործընթացը, որովհետև երբ որ նրանք խաղում էին Red Bull Leipzig-ի դեմ ու թիմը 3-2 քամբեք էր կատարել ու արդեն գրեթե ժամանակ չէր մնացել, Քեյնը վերևի նստատեղերից իջավ արդեն խաղադաշտ ու արդեն ցանկանում էր տոնել չեմպիոնությունը, Red Bull-ը գոլ խփեց ու ոնց որ մի քանի օրով հետաձգեց չեմպիոնական խրախճանքը, բայց ամեն դեպքում նա հասավ իր նպատակին, բոլորս էլ ուրախ ենք այդ ամենի համար։ Բետիսը պայքարից դուրս թողեց Ֆիորենտինային ու բնականաբար պետք է նշենք նաև այն ֆանտաստիկ մրցելույթները, որ ցույց է տալիս Էնթոնին ու լրիվ ապացուցում է, որ պարզապես սխալ տեղում էր նա հայտնվել։ Ներկայումս արդեն իսկ բազում ակումբներ հետաքրքրված են նրա տրանսֆերը ձեռք բերելով։ Այդ ակումբներից մեկը հենց Ատլետիկո Մադրիդն է, որը պատրաստ է 70 միլիոն վճարել Էնթոնիին իր կազմում ներառելու համար։ Ժորժինյոն կհեռանա Արսենալից եւ կարիերան արդեն կշարունակի հայրենիքում, այն իսկական հայրենիքում, ոչ թե Իտալիայում, այլ Բրազիլիայում, դե քանի որ նա արմատներով բրազիլացի է իրականում։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։ Եվս մեկ նորություն կուզենայի նշել, որը ճիշտն ասած ինձ համար թախծալի է, էլի, որովհետև Ջեյմի Վարդին որոշել է հեռանալ Լեսթերից։ Շատ բարդ որոշում նրա համար, թիմի ավագը հեռանում է Լեսթերի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը, եթե ոչ լավագույնը, հեռանում է մի ֆուտբոլիստ, ով պատմական չեմպիոնության գլխավոր կերտողներից մեկն էր, գլխավոր գործոններից մեկն էր։ Ռանիերիի համար ապահովեց գոլառատ մրցաշրջանը եւ հրաշքով նրանք դարձան Անգլիայի չեմպիոն ու կարծում եմ դա պատմության ֆուտբոլային պատմության ամենառոմանտիկ էջերից մեկն է չեմպիոնության։ Ալոնսոն արդեն հայտարարել է, որ հեռանալու է Բայերից ու դեռևս պաշտոնական չեն նշում ուր,
Բայց բոլորս էլ կռահում ենք, որ դեպքը գնա Ռեալ Մադրիդ։ Ֆաբրիցիո Ռոմանոն, ինչպես գիտենք, ամենահավաստի ֆուտբոլային ինսայդերը արդեն տենց հուշումներ կատարում է, կարծում եմ սա ժամանակի հարց է։ Լիվերպուլը չեմպիոն դարձավ, ասում եմ արդեն թղթով, ամեն ինչով չեմպիոն կարգվեցին նրանք 20-րդ անգամ։ Շնորհավորում ենք Լիվերպուլի երկրպագուներին։ Կուզենամ նշել, որ Նարեկ Գրիգորյանը շարունակում է տպավորիչ մրցելույթները եւ ֆարուլի կազմում դարձել է ֆանտաստիկ գոլի հեղինակ, ինչը շատ ուրախալի է։ Ինչքան մեր ֆուտբոլիստները իրենց ակումբներում առաջատարի դեր գրավեն, ինչքան նրանց խաղը ծաղկի, այնքան մեր հավաքականն ծաղկելու ու առաջ գնալու։ Ես համոզված եմ, որ բոլոր այն խնդիրները, որոնք կան, դրանք բնականաբար չեն կարող տենց օքսիդանալ ու կորել, բայց դրանք կարող են ժամանակի ոնց որ ընթացքում, ինչպես քարն է մաշվում ժամանակի ընթացքում, այդպես էլ մաշվեն գնան, լավ արդյունքները կմնան, որովհետև ֆուտբոլիստները լավ մարզավիճակով, լավ մրցելույթներով կկարողանան ապահովել մեր հավաքականի դրական արդյունքները։ Ֆուտբոլային նորությունները միշտ էլ ավելի թարմ են ու ավելի արագ են, իսկ մենք կփորձենք դրանցից ամենադիտարժանները առանձնացնել, քաղան անել եւ ձեզ ներկայացնել որոշակի մեկնաբանություններով իմ կողմից։ Սիրելի հետևորդներ ջան, դուք էլ գրեք մեկնաբանությունների հատվածում, թե որ նորություններ ավելի ուրախալի ձեզ համար, ինչ թեմաներ են ավելի շատ ձեզ հետաքրքրում ու մենք անպայման դրանք հաշվի կառնենք։ Լավ եղեք, մենք կհանդիպենք արդեն շատ շուտով։